Ողջույն սիրելի ընկերներ, Anti-Fake եթերում Խաշմերուկ podcast-ի հերթական թողարկումն է եւ ձեզ հետ են լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը եւ վերլուծաբան ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Այսօր մենք քննարկելու ենք բավական հետաքրքիր թեմաներ կապված թե Հայաստանի ներքաղաքական զարգացումների եւ թե Հայաստանի շուրջ տեղ ունեցող արտաքին կամ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի մասին խոսելիս մենք պետք է հաշվի առնենք, որ վերջին օրերին ըստ էության մենք ականատեսն ենք լինում այն բանի, որ գործող ռեժիմը վերսկսել է ընդդիմադիր շերտի նկատմամբ բռնաճնշումների ալիքը, բռնաճնշումների ենթարկվում ընդդիմադիր տարբեր թևերի ներկայացուցիչներ եւ ըստ էության արդեն Նիկոլ Փաշինյանը հստակորեն ցույց է տալիս, թե ինչպիսի նախընտրական քարոզարշավ է իրականացնելու բռնություններով կամ բռնաճնշումներով լի։ Պարոն Նահապետյան, Նիկոլ Փաշինյանի այս վարքագիծը հստակորեն ինչպես նշեցի ցույց է դնում, թե մենք մոտակա 1-1.5 ամսվա ընթացքում ինչպիսի քարոզարշավի ենք ականատես լինելու։ Ագրեսիվ քարոզարշավ, որի շրջանակներում Փաշինյանը շարունակելու է քաղաքական բռնաճնշումների ալիքը, որը որ նա միշտ սովոր է իրականացնել։ Հիմա ձեզ ինչպիսին պետք է լինի ընդդիմության եւ հասարակության արձագանքը տեղի ունեցողին։ Նախ այն ինչ որ կատարում է հետապնդումներ, ձերբակալություններ, ճնշումներ, սա ցույց է, որ ընտրությունների նախաշեմին ենք, այսինքն բան չմնաց։ Դա ավտորիտար ռեժիմներին հատուկ իրավիճակ է։ Վախ, ձերբակալություն, ճնշում, արդյունքների կեղծում եւ եթե անգամ ընդվզում էլ լինի, շատ արագ այդ ընդվզման ճնշում եւ վախի մթնոլորտով վերարտադրություն։ Սա է։ Այսինքն իրապես ժողովրդավար երկրներում, ասենք, խնդիր կա ճնշումներ իրականացնել, ասենք, անձանց նկատմամբ, որը քո ազգային էթնիկ նկարագրով անգամ արժի համակարգով անհարիր է։ Խոսքս կանանց մասին է, հա, ուժեղ Հայաստանի։ Ասենք անպայման տանել, վախեցնել։ Գիտեք, ասենք 10-ին 20-ին փակելով կամ քրեական գործ հարուցելով փորձում են վախեցնել հազարների։ Այսինքն վախի գործունն է, հա, կամ մի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ բավականին երկար ժամանակ այդպես փակած գործը նորից վերաբացել, խոսքս Գրիգորի Խաչատրյովի մասին է։ Սա էլ մեսիջ է զինվորականներին, որ ով մի բան կերել է, մի բան տայել է բանակից, կիմանանք, կգանք հետևներից հետ կփակենք։ Ծառուկյանի նկատմամբ տեղ ունեցողն էլ ըստ Ծառուկյանն է հիմա իր շրջապատին կպնել է այդպես բան չի, կոնկրետ իր անձն է թիրախավորում, այո, դա էլ գործարար շրջանակի նկատմամբ։ Մյուս գործարարներն էլ հավաքեց, ասեց հավասար զգաստ։ Այդ տիպիկ ավտորիտար ռեժիմ է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ըստ էության հստակորեն կարողանում է ցավոք սրտի օրակարգ թելադրել եւ հարվածում է տարբեր շերտերի ներկայացուցիչներին։ Դե դասական է ինքը հիմա նույնիսկ եթե ինքը չիմանա էլ տեղեկանքները կդնեն սեղանին, ինչպես 2018-ին ԱՄՆ դեսպանությունից էին դնում տեղեկանքները։ Հիմա կդնեն սեղանին առանձնապես ինքն էլ այդպես ճարպիկ է, հա, իրավիճակը ներկայացնելու, այդպես մանիպուլացնելու, խոստումներ տալու, չկատարելու, նույն խնդրի վերաբերյալ կարճ ժամանակահատվածում դրամագծորեն հակառակ գնահատականներ տալու, մտքեր արտահայտելու։ Այսինքն դա որոշակի յուրահատուկ հատկանիշներ պետք ունենա, ամեն մեկը չի կարող։ Սաբար նման բաներ անում են դերասանները իդեպ, որը ցանկացած բան կարող է կեղծել, ասենք խաղալ, իր համար այդ ամեն ինչը խաղ է, որը իդեպ Փաշինյանը տիրապետում է։ Հիմա ես չգիտեմ ինքս մասնագետ չեմ, բայց ակնհայտ է, որ տիրապետում է հնարքներին։ Այսինքն նա ով իրապես կառավարում է եւ արդյունքներ պիտի գրանցի եւ արդյունքներով ներկայանա ժողովրդին, դա մի խառնվածք է, մի մոտեցում է, հա,
կառավարման մի ձև է։ Նա ով պիտի խափի, հա, դա պրոֆեսիոնալ կամ կիսա պրոֆեսիոնալ դերասան դիլնի, մանիպուլյատոր դիլնի, այն ոնց որ գրված է ոչ Աստծուց վախ ունեն, ոչ էլ մարդուց ամոթ։ Չէ, այդպես ամեն մեկը չի կարող, այդ առումով ինքը եզակի է, իդեպ ասեմ ձեզ։ Եվ հետաբար, ասենք, իր համար կարևոր արդյունքն է։ Ասենք, ինչ խնդիր է ինքը դրել իր առաջ։ Արդյունքն է, չեղավ այդ արդյունքը, այլ ճանապարհ է, այդ առումով ինքը աննահանջ է իդեպ։ Այդ եզակի երևի դա մեր քաղաքական դաշտում անձեր էլի, ասենք ինքը իրավիճակին շատ արագ հարմարվող է։ Նոր իրավիճակով նոր լուծումներ տալ։ Ստեղ մենք ամեն ինչ գնահատում ենք մեր բարոյական հարցունից, երկրի անվտանգության, հա, պաշտպանունակության, ժողովրդի բարեկեցության, արդարության մթնոլորտ է։ Տեսեք, ես ասում եմ բաներ, որ իր մոտ նման բաներ չկա։ Ինքը ասում է այս բանը, պարտվել եմ կռիվը, ով է ուժեղը, մի անգամից ընդունում եմ ուժեղի բանը, արկայությունը, դոմինանտությունը, ինչա պետք ուժեղի հետ հարաբերվելու համար։ Բնականաբար ինչ որ բաներ ուզելու է, չէ՞։ Եթե ես մի անգամից իր բոլոր ուզածները տամ, այստեղ լուրջ խնդիրներ կունենամ Հայաստանում։ Դա համար դի փորձեմ մանևրել, ինչ որ բան տամ, ինչ որ բանի խոստում տամ, ինչ որ բաներ ասեմ, որը որ չեմ անելու։ Այսինքն իրավիճակին ինքը փայլուն կերպով կարողանում է հարմարվել։ Եվ տեսեք, հենց ձեր նշածի համատեքստում իրենք շարունակաբար քարոզում էին հիբրիդային պատերազմ, իբրև թե ռուսների կողմից վարվող, բայց Փաշինյանը ԱԺ-ամբիոնից հայտարարեց, որ ովքեր որ դեմ են խոսում հայ-ռուսական հարաբերություններին, ինոագենտներ են։ Այսինքն Փաշինյանը հստակորեն հենց ձեր նշած ասպեկտում փորձում է, ինչպես մենք մի անգամ արդեն խոսել ենք դրա մասին, այցիպերյան ատաշասկզբունքով էլի գործել եւ փորձել մանևրել ակնհայտ այս աշխարհաքաղաքական վայրիվերումների կամ տեկտոնական շարժերի շրջանակներ, որտեղ նա տեսնում է, որ թուլանում է արևմուտքի դիրքերը այս տարածաշրջանում, հատկապես հաշվի առնենք Իրանի հակամարտության ասպեկտում, Միացյալ Նահանգների կոնկրետ դիրքերը, իդեպ թրիպ ասվածը մոռացել են արդեն ամիսներ շարունակ 2025 Ընդդիմությունն է իդեպ հիմա ավելի շատ հիշում, քան իշխանությունները։ 2025 թվականի օգոստոս ամսից հետո, երբ որ օրուգիշեր քարոզում էին խաղաղությունը եկավ, Միացյալ Նահանգները 99 տարով երաշխավորում է Հայաստանի անկախությունը եւ անվտանգությունը, հիմա դա չկա արդեն։ Հիմա ինչ վերաբերում է այցիպերյան ատաշատ տարբերակին։ Եվ գուլ կտան ռուսները այդ խայծը։ Չէ, եկեք այսպես, հա, լավ, այդքան դու պատկերացեք մեկ-մեկ օրինակ այդպես լուրջ դեմքով կրթություն ստացած, փորձառություն ունեցող, բայց արդյունք ցույց տված քաղաքական գործիչ մասնագետներ ասում են, այդ ռուսները իսկապես ոչ մի չեն հասկանում, էլի ոչ քաղաքականություն, ոչ իրան շահ, ասում հարգելիներս։ Դուք պատկերացրեք երկիր մոլորակի 1/6 տարածքի տեր ու տնօրեն Ռուսաստանը չի հասկանում։ Բա որ հասկանալ ինչ կլներ։ Հաստատ Մարս մոլորակը կբերեր կմիացներ երկիր մոլորակին, երկու մոլորակի տերը կլներ։ Հիմա հետաբար մեր այն գնահատականը, որ ռուսները խայծը կուլ կտան եւ այլն, ըստ դնում ենք այնքով։ Սա եթե փորձում ենք լուրջ գնահատել, սա մի կողմի վրա ենք տանում։ Գնահատենք, որ այսօր Ռուսաստանի նախագահի քաղաքականությունը, որի վերաբերյալ ինքը առաջին անգամ համարյա կիսա գաղութացված Ռուսաստանը 2007 թվականին Մյունխենում մարդը ձեռնոց նետեց համաշխարհային կառավարման համակարգին։ Դուք պատկերացնում եք ինչ է։ 2007 թիվ, անցել է քանի տարի, շուտով արդեն մյուս տարի կլինի 20 տարի, ճիշտ է։ Հիմա եկեք նայենք Ռուսաստան 2007-ին եւ հիմա Ռուսաստանը։ Սարուձորի տարբերություն չէ, բազմաբևեռ աշխարհաստեղծում, գլոբալիստական ուժերը նահանջել են, Ամերիկան ամեն ինչից վեր եւ Ամերիկա որպես հեգեմոն միաբևեռ աշխարհի պրոյեկտը ցախողվում է, ակնհայտ է որ ցախողվում է, իսկ բազմաբևեռ աշխարհի ստեղծման ավանգարդում առնվազն երկու պետության անուն կարող են չտալ Ռուսաստան, Չինաստան։
եւ այսօր իրենց կողքը եւս էլի պետություններ կան, բայց ավանգարդում այդ երկուսն են, մեկը ռազմական գերտերություն, մյուսը տնտեսական։ Այսինքն երբ գնահատում ենք Ռուսաստանի նախագահի անցած ճանապարհը, Ռուսաստանը բավականին ծանր վիճակում 2007 թիվ 2008-ին էլ նվեր արեցին Հարավային Օսեթիայով փորձեր եւս։ Այսինքն իրենք գնահատենք այսպես, հա, իրենք միշտ հաղթական են դուրս եկել։ Այս Ուկրաինայի պատերազմում են հաղթական դուրս գալու, Իրանի պատերազմում են հաղթական դուրս գալու։ Սա իրողություններ է։ Մենք սիրենք Ռուսաստան, ռուսներին, բայց այդ փաստերի վերաբերյալ չեն կարող, հա, եթե ինքներս մեզ չխաբենք, չկեղծել էլի, այսինքն անկեղծ ասել, որ սա է իրողությունը։ Այդ Ռուսաստանը 91 թվականից հետո ավերված, կիսավեր, գաղութացված, երբ որ այդ երկրի իրական կառավարիչները դրսում 100%-անոց կառավարություն ունեցող օլիգարխներն էին, Սեմի Բայարշինայի նման, երբ լեհերը ժամանակին գրավել էին, Սիմի Բանկիրշինա։ Եվ այդ երկիրը թալավում էր, գնա գալիս է, ոնց ուզում ես, թալավում էր դուրս է տալում, կառավարում էր դրսից եւ այլն։ Հիմա նայեք այսօր ինչ է, ես այդպես մտովի որ փորձենք գնալ, երբ որ եկավ իշխանության, սկսած այդ օլիգարխիայի հատվածից, հա, մենք հիշում ենք Բերեզովսկու հետ տեղ ունեցածը նաեւ Բերեզովսկի, Խադարկովսկի, Գուսինսկի, Սմալենսկի գործը։ Այսինքն ինչի համար եմ ասում, հա, եկեք, երբ որ ժամանակ ունենք, մենք ժամանակի ու տարածության մեջ ենք գնահատում երկրի ղեկավարի կառավարչի ցույց տված արդյունքները։ Ակնհայտ է, ուրեմն 2000-ին իշխանության բերված ուժայինների կողմից իդեպ երրորդ փորձից երկու փորձ ձախողվել է մինչև 2000 թիվ, 2000 մինչև թիվ երկու փորձ արվել է, երկուսն էլ ձախողվել է ուժայինները։ Երրորդի փորձը խաղաղ ճանապարհով Ելցինի իշխանությունը հանձնեց։ Հրաշալի հասկանում էր, որ ինքը գոնե այդ երկրի վերջին նախագահը չլինի, որտեղ երկիրը գնում է ձեռից։ Հիմա արձանագրում ենք այսօր ինչ Ռուսաստան ունենք աշխարհում։ Բազմաբևեռ աշխարհ, ավանգարդում ինքը եւ Չինաստանը։ Ունի հզոր ռազմաարդյունաբերական համալիր աշխարհում լավագույնն է եւ իր արտադրանքի եւ որակի եւ հրթիռների, այո։ Ունեն ժողովուրդ իշխանության շուրջ կոնսոլիդացված, ունեն մոտիվացված ժողովուրդ, որ մարտի դաշտում գնում է պատրաստական հրամանը կատարել կյանքի գնով։ Այս շատ կարևոր բան է։ Այսօր եթե վերցնենք աշխարհում մի քանի պետություն կա, որի ժողովուրդները կոնտակտային պատերազմի, այսինքն դեմ դիմաց պատերազմին կարող են գնալ, այսինքն չվախենալ մեռնելուց։ Մի քանի ժողովուրդ կա իդեպ։ Այնպես չի որ շատ են։ Ամբողջ Եվրոպան կարգին փոխքես անում, ձեռքերը բարձրացնում են, ասում են չեկեք բանակցենք։ Ռուսներն են, նո Ռուսաստանի ժողովուրդները, հա, այդպես հավաքական։ Ուկրաինան, նա էլ է բավական մոտիվացված։ Մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը, հա, ասենք պաղեստինցիները, որ մեռնելուց չեն վախում։ Հրեաները մեռնելուց չեն վախում, բայց հրեաների մոտ նյութական բարեկեցությունը, որ բավականին բարձր է լինում, մարդը երբ որ սկսում է նյութի մեջ, վայելքների մեջ լինել, ինքը էլ չի ուզում մեռնել։ Այստեղ ինչպես ասում են, այդտեղ նաև տեխնոլոգիական առավելության հարց։ Բայց տեխնոլոգիական կյանքը ցույց տվեց, որ մի մեծ հրթիռը, որ տեխնոլոգիական առավելություն է, կարող է տանուլ տալ, ասենք 10,000 շատ ավելի էժան կամ 1000 անօթաչուներին, անօթաչու թռչող սարքերին, որոնք առավել էֆեկտիվ են աշխատում, քան ասենք մի քանի տասնյակ միլիոնանոց հրթիռը։ Սա կյանքն է ցույց տվեց։ Էլ այսինքն այստեղ նույնիսկ տեխնոլոգիականը չի, տեխնոլոգիականը մի հատ արտադրելը նախ բանա, դժվար է, շատ չես կարող։ Իսկ սովորական պատական չի, ամբողջ Եվրոպան նստած է Ուկրաինային անօթաչուների արտադրելով եւ Ռուսաստանից վերջին կեցվածքը, հա, այդ երկրների հանդեպ, որ թիրախային այդ գործանեն մեծ աշխու անուղակի ասա որ կարված է։ Հիմա եկեք մի քիչ հետ գնանք նորից։ Ուրեմն արձանագրում ենք այս իրողությունները եւ այս իրողությունների ֆոնի վրա երբ որ Ռուսաստանը ղեկավարությունը արդեն որոշակի կոշտություն է հանդես բերում։ Ոչ թե որ ինքը հասկացել է, որ կարելի է նաև այդպես կեցված դրսևորել, այլ որ հիմա կարող է դա անել։ Խնդիրը նա չի, որ Ռուսաստանի ղեկավարությունը չի հասկանում, խնդիրն է իրանք փայլուն կերպով գնահատում են, թե երբ այդ կեցվածքը, որ ժամանակ ոնց խոսեն։ Ես կարծում եմ, որ Փաշինյանի համար խիստ շրջադարձային է այդ հանդիպումը։
Եվ այն ինքը որ ասում է մեր հարաբերությունները ամենաբարձրն են Ռուսաստանի հետ, չէ՞ հիմա։ Ինքը ճիշտ է ասում, մի բառ է կեղծում։ Ով էլ որ դեմ է ինոագենտ է։ Իսկ գիտեք ինչն է, որ ասում է ամենաբարձրն են հիմա։ Ոչ թե հիմա, այլ ամենաբարձրը կլինեն։ Օրինակ ինքը գնահատել է, որ վստահաբար այդ Տրամպի ուղի, հավաքական արևմուտք, Եվրամիություն եւ այլն, այս բոլորը այստեղից մաքրվելու են։ Եվ բնականաբար այստեղ ասող երկրները դառնալու է գոնե մեր տարածաշրջանում երկու երկիր։ Ռուսաստան, Իրան, ինքը այդքան գոնե հասկանում է։ Եվ այդ տրամաբանության մեջ է, որ հասկանում է, որ Ռուսաստանը Ղարաբաղը նայում է որպես տարածք, որտեղ հայեր պետք է ապրեն, կապ չունի ստատուսը, բայց պետք է ապրեն, այսինքն եթե կարողանում ես ապրել, ուրեմն անվտանգության խնդիրները լուծված է, չէ՞։ Եվ կապ չունի, որ պետության տարածքում ես, բայց այդտեղ հայ պետք է ապրի։ Որտեվ Ղարաբաղի եւ գումարած 6 խանության եւ գումարած այդ 1813 թիվ Գյուլիստանի պայմանագրով եւ 1828 Թուրքմենչայով 2 խանություն Երևան Նախճեվան 250,000 ռուս է զոհվել այդտեղ։ Այդ տարածքները վերցնելու համար։ Ռուսները պատմական հիշողության կորստով չեն տառապում։ Ի տարբերություն շատերի եւ մեզ էլ փորձում են որ մենք տառապենք, հա։ Մեզ դարձնեն մանկուրտ։ Իդեպ թուրքերն էլ նույն այդ կայսրական հիշողությունը ունեն։ Իհարկե, ոնց Թուրքիան իհարկե 5 րոպե պակաս 100 տարի առաջ կայսրություն է եղել։ Մենք 2000 տարի առաջ ինչ որ բան ենք ունեցել։ Էրդողանը մինչև հիմա Մանասկերտի ճակատամարտն է հիշում։ Էրդողանը մինչև հիմա փորձում է Երուսաղեմ վերցնել եւ կրկնել Սալադինի արարքը, միակ մահմեդականի, որը Երուսաղեմ է վերցրել։ Եվ հետեաբար շարունակում ենք։ Փաշտյանը գնահատում է, որ այստեղ ամենայն հավանականությամբ այս երկու պետությունն են տեր ու տնօրինություն անելու։ Ղարաբաղի հարցը փակված չի։ Ինքը հրաշալի հասկացավ այդ։ Ճիշտ է այնքան վզեց, Մոսկվայում ասեց, չէ, կեղծիք արեց, չէ, ակնհայտ ստեց, չէ։ Բայց խնդիրը այստեղ կեղծիք չի, խնդիրը որ Ռուսաստան նախագահ Հայաստանի քաղաքացիներին, հայ ժողովրդին եւ Ադրբեջանի ղեկավարությանը ասեց այդ թեման փակված, իհարկե, այդ թեման փակված չի։ Ու պատական չէ Ադրբեջանի արտգործնախարարության վայնասունը այդ խոսքից հետո 2-3 օր անընդհատ այդ թեմայի մասն են խոսում, այստեղից հետևություն։ Փաշինյանը գիտի ուժերի հարաբերակցությունն է փոխվել։ Ինքը երկու լարի վրա է խաղում, ինքնիշխանություն, Եվրամիություն, մայիսի 3-ից 5-ը այստեղ միջոցառումներ, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Եվրամիության երկրների ղեկավարներ, ծափողջուներ, համբուրներ, խաչխորոված չալաղաժներ, բայց ուժերի հարաբերակցությունը այլ բանի մասն է խոսում։ Եվ դրա եւս մեկ ցուցիչը գիտեք որն է։ Երեք Ալեն Սիմոնյանի Թուրքիայում հայ ռազմագերների մասին խոսելը։ Այդ մարդիկ բերանները սկոչով փակել էին, երբեցե չէին էլ խոսում, չէ։ Գերիների թեման չկար, օրակարգից դուրս էր եկել։ Ընդհանրապես չկար։ Ճիշտ է, սա մի կողմից նախընտրականի բան է, բայց այս նախընտրականի ժամանակ երկսայրի սուր է։ Որտեղ որ դու գերիների մասին խոսում ես իշխանություն, դա որոշակի առումով քո մեղավորությունն է, որ գերի ունես, չէ։ Ուրեմն դու ես պարտվել, այսինքն դա հիշեցում է, որ դու մարտի դաշտում պարտվել ես, որ քոնոնցից գերի են, չէ՞ ընկել։ Սա դրա հիշեցումն է։ Բայց նաև մյուս պահը կա քարոշչականը, որ մենք այդ թեման չենք մոռացել։ Իսկ խի Ալեն Սիմոնյանը Թուրքիայում հիշեց։ Այն էլ Թուրքիայում։ Բարձեմ ասում, որտեղ Փաշտյան Նիկոլը հասկացել է, որ տարածաշրջանը մեծ հաշվով ուժերի հարաբերակցությունը որոշելու են 3 գումարած 3 ձևաչափի երկրները, ոչ Եվրամիությունը, ոչ Միացյալ Նահանգները, ինքը դե հստակ Մոսկվայում 100%-ով։ Այն որ ասում է փայլուն արդյունքներ ենք ունեցել հանդիպմանը։ Ես կարծում եմ փայլուն են առումով, որ ինքը վստահաբար համոզվել է, որ տարածաշրջանում շուտով ամենայն հավանականությամբ 3 գումարած 3-ն աշխատելու։ Եվ այդ առումով եկեք նաև փորձենք հասկանալ, որքանով են նրա իշխանության մնալու շանսերը։ Իդեպ շանսեր կան։ Ասենք սենց դուք հարցը տալիս եք, ես կոնկրետ հարցին եմ, իշխանության մնալու։ Այսինքն ոչ թե վերընտրվելու, հենց տարբեր բաներ են։ Այո, Այդ մնալու, դրանք տարբեր են, հա։ Մնալու շանսերը կան։ Մնալու շանսերը կապված են ոչ մեր ժողովրդի քվեի հետ։ Այդ մնալու շանսը կապված է ուժային կենտրոնների որոշման հետ։ Բարձր ասում։ Իսկ այդպիսի որոշում գոնե արևմուտքը ունի։ Ասենք Եվրամիությունը, Միացյալ Նահանգների պահով չասեմ։ Նա ունի։ Ռուսաստանի պահով հիմա ասենք ինքը որ ասում էր փայլուն
հանդիպում ա եղել Ռուսաստանի նախագահի հետ եւ այլն, այնտեղ ուղղակիորեն ասել է ատոմական նոր բլոկի կառուցումը միայն ռուսական, օրինակ Հարավկովկասյան երկաթուղին բլեֆ է, որ կոնսենսուս կառավարում տալիս է միայն ռուսական շուկան է միայն մեր ապրանքների համար, ԵՄ չեմ մտնում, այդ բոլորը իմիտացիոն խաղ է։ Հապկի վերաբերյալ ինչ որ մի միջանկյալ հապկը որոշում տիկայացնի, որ վերակենդանացնեմ իմ երկրի գործունեությունը։ Ռուսաստանի հետ Ուկրաինայի թեման փակելուց հետո ակտիվացնելու եմ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, էլ ինչ կարող ասել։ Հեցի հետ կապված ասում ենք թուրքական, եվրոպական եւ այլն, բայց հեցը մնալու է, ասենք, ռուսական, նու սեփականատերը հասկանալի ով է։ Տրամպի ուղին վաղուց նետել եմ շշի մեջ ջուրը, օվկիանոսի հատակը, այլ ինչ կա։ Իրանի հետ հարաբերությունները լավացնում եմ այն չափով, որքանով որ մեր երկու երկրների շահերին չի խանգարում, չի խոչընդոտում եւ ակտիվացնելու եմ Ռուսաստանի հետ այլ ոլորտներում մեր համագործակցությունը։ Այս էլ ասենք մեղմ ասած այդ բանի տեսախցիկների առաջ լայվ ռեժիմով խոսելուց հետո, ասենք կարող է ինքը հասկացավ, որը որից հետո։ Եվ ինչ է կարծում Ռուսաստանի գնում տեսականորեն նայենք, այսինքն ռուսները այնքան պարզամիջ չեն, որ ինքը sense բաներ ասի, հետո գցի, հետո ասի, այսինքն լավ խափող է։ Որտեղ Ռուսաստանը այնուամենայնիվ այդ հանդիպումից հետո հաջորդ օրվանից սկսեց քայլեր չէ կիրառել։ Ոստի ցույց տա, որ իրանք բլեֆ չեն անում, այսինքն եթե ասում այսպես կանենք այսպես։ Չէ, 1 2 հիմա չհասկացողին ասում է ինչ անենք, ասում է 1001 ասա, հասկացողին մի անգամ հերիք է, չհասկացողին 1001-ն էլ հերիք չի։ Եվ հետաբար, ասենք, այս անձը դեռևս հարց է, հիմա Ռուսաստանի եւ Իրանին այսօրվա պարագայում նկատի ունեմ հունիսի 7-ի դրությամբ, ձերք տալիս է թե չէ, կարող ձերք է տալիս։ Իսկ ասենք 2027-ի հունիսի 7-ին ընդհանրապես ձերք չի տալիս, ասում են, որտեվ ամեն ինչ արդեն ի շրջանը սյուր, որոշված է, ֆիքսված է եւ այլն, հիմա ասում են, դավայ ճամպրուկներն հետ կապելու ժամանակն է, տղա ջան։ Օրինակ եմ ասում։ Այսինքն այսօր կարող է ձերք է տալիս, վաղը ձերք չի տալիս, բարձր եմ ասում։ Եվ երբ որ դուք շատ կարևոր ու ճիշտ ձևակերպում տվեցիր, տղա ջան, երբ որ ասիր, ոչ թե ինքը կվերընտրվի, այլ ինքը կլինի, ես չեմ բացառում, որ այդ որոշումով ինքը պիտի լինի, բայց խնդիրը հետևյալն է, եթե մեր ժողովուրդը իրեն չի ընտրում, հիմա այսպես, հիմա ընտրության պահով, ես չեմ կարծում, որ Եվրամիության նման Ռուսաստանը ասելու է արի, ես աչքերս փակեմ, այդ բոլոր կեղծիքները չի եղել եւ այլն, այդպիսի բան չի լինելու։ Եվրամիությունը գոնե ուզում է։ Իսկ ինչու է ուզում, ասենք Եվրամիության խնդիրը լավ է, ասենք Ամերիկայի համար Տրամպի ուղին էր, չէ՞ այստեղ, ոտատեղ Իրանի հետ սահման, նավթի, գազի աղբյուրների վրա հսկողություն, Ադրբեջանում ներկայություն, Պարսից ծոցում ամերիկյան նավատոր, ես ասում եմ քայլեր, որ ԱՄՆ-ներ։ Հիմա Եվրամիության ինչա ձեռք տալիս է։ Ռուսներին հեռացնելու տարածաշրջանը։ Ուրեմն ձեռք է տալիս, որտեվ հիմա Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատերազմի։ Այս վերջի 2-3 օրը լրահոսը, որ մենք նայենք այդ անօթաչուների հետ կապված ռուս, ուկրաինական եւ այլ եվրոպական երկրների համատեղ արտադրության անօթաչուները։ Բրիտանիան 120,000 անօթաչու է տալու։ Իդեպ ռուսական կողմը բարձրաստիճան ղեկավարության շուրթերով հայտարարեց, որ Ռուսաստանի վրա անօթաչուների հարձակումները տեղի են ունենում նաև Ֆինլանդիայից եւ Մերձբալթյան երկրներից։ Այսինքն ուղղակիորեն շեշտադրեց, որ այդ երկրները կարող են օրինական թիրախ ընդ որում թիրախավորում են բոլոր այն պետությունները, որոնք ուկրաինացիների հետ իբր համատեղ արտադրում են անօթաչու, որը հետո տրվում է Ուկրաինային, որը պետք է կիրառի Ռուսաստանի դեմ։ Պատերազմի ելքի վրա անօթաչուները որևէ ձևով չեն ազդելու, ելքի վրա։ Ելքը կանխորոշված է արդեն իսկ։ Արևմուտքը ՆԱՏՕ-ն պարտված է այս պատերազմում։ Բայց որ բականին ավեր կարող են բերել, այդտեղ որևէ մեկը կասկած չունենա։ 3 տոապսեին են խփել, նայեցիք ինչ է եղել։ Այսինքն Ռուսաստանի ցանկացած տարածք այդ
մեծ հեռահարության անօթաչուները երկար թռչող, հա, իրեն կարող են վնասներ տալ կրիտիկական ենթակառույցներին, խաղաղ բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներին։ Սա իմաստը որն է, ոչ թե պատերազմ, որ Ուկրաինան հաղթի, այլ Ռուսաստանի ներսում, ասենք, քաոսի առաջացում։ Շատ ճիշտ է, ներքին դժգոհություն, իշխանություններից վերջին հաշվով կամ հաղթում ես մտնում ես Կիև, հարգելի Վլադիմիր Վլադիմիրիչ, Ռուսաստանի քաղաքացին սենց է մտածելու։ Հո 100 տարի պատերազմը չի տևելու, կամ հաղթում ես, կամ գնա խաղաղություն, ինչ-որ համաձայնագիր կնքի, հակառակ դեպքում էս ավերվում է մեր երկիրը, այսինքն ներքին խժդժություններ, դժգոհություններ եւ այլն, եւ իրականում հենց Ուկրաինայի հետ բախման բուն նպատակը դա էր, ոչ թե որ որոշ այստեղ բաներ իբր մասնագետներ կարծում են շուտով ուկրաինական տանկերը բարձրանալու են Կրեմլի աստիճաններով, այդպես խելոքներ էլ կային, էլի։ Այլ խնդիրը դժգոհություն, տնտեսական պատժամիջոցներ, սոցիալական ճգնաժամ, 100,000-ավոր զոհեր եւ ներսում ժողովրդի իշխանա փողոց 5-րդ 6-րդ շարասյուն եւ իշխանափոխություն, այսինքն Ուկրաինայի կռիվը այդ է սցենարով։ Այո, մոտավոր։ Այո, ընդ որում ուշադրություն դարձրեք, Իրանում եւս այդ ռազմական ագրեսիայի իմաստը անցած տարի հունիսին նպատակը ո՞րն էր։ Հո Իրանը գրավելը չէր, իշխանափոխություններ, չէ, կրկին, բայց այլ գործիքա կազմով։ Հիմա եթե գանք, ասենք, մեր այսօրվա վիճակին, Եվրոպան պատրաստվում է Ուկրաինայի միջոցով Ռուսաստանում խնդիրներ առաջացնել քաղաքական ղեկավարության նկատմամբ նպատակ հետապնդելով փոխել նրանց, ուղղակի իշխանափոխություն կազմակերպել։ Այդ անօթաչունը պատկերացրեք, ասենք 1 միլիոն անօթաչու է աշխատում։ Եվ այդ առումով Հայաստանը հետաքրքիր է Եվրամիությանը։ Տեսեք, ես չեմ ասում, Թուրքիա, Ադրբեջան, ասում եմ Եվրամիության, այսինքն Հայաստանը Թուրքիային, Ադրբեջանին պետք է, որ մենք ինտեգրվենք թուրքական աշխարհին, որպես սեփ թուրքական աշխարհի մեջ խրված ցամաքային աշխարհագրական վայրից դուրս գանք, ինտեգրվել նշանակում է մեծ հաշվով կապ չունի այստեղ քրիստոնյա հայ ապրում, թե մուսուլման ադրբեջանցի, դու արդեն ինտեգրված ես։ Խաղի կանոններով Թուրքիան է քո կառավարիչը բոլոր առումներով։ Թուրքիան, Ադրբեջանը դա է հետաքրում։ Պահագա մի քանի 100 տարի հայերը մեր պատմական հայրենիքում ապրել են, չէ՞, հետո պահ եկավ ցեղասպանեցին, այսինքն ինչ-որ մի պահ հետո այդ մի բանը անելու են։ Որտեվ տենց է պետք։ Թուրքիան, Ադրբեջանին դա է պետք։ Եվրամիությանը եւ ոչ Եվրամիության անդամ Բրիտանիային պետք է այն ինչի մասին ասեցի, բարձր ասում։ ԱՄՆ-ին այլ բանի համար է պետք։ Այդ Տրամպի ուղին դա Իրանն է, նավթն է, գազն է, կոմունիկացիան է, Ադրբեջանում ուրեմն ներկայությունն է, Հայաստանը ամբողջովին 100% կառավարության տիրույթում պահելն է։ Բոլորին ինչ-որ բան պետք է։ Ես հիմա Նիկոլը բոլորին ասում է այո։ Հիմա Վլադիմիր Վլադիմիրիչ ասում է չէ, տես չի լինի։ Այդ հանդիպման բուն նպատակ գիտեք որն է։ Պետք է կողմնորոշվել։ Ասես չի լինի տենց։ Դու ես բոլորին հայ ես ասում, հետո իմ հետ տնտեսություն, գազ, արտադրություն, երկաթուղի, 102 բազա, սահմանապահներ, չի լինի տենց բան։ Գնա քոյն աշխարհ, գնային աշխարհի հետ ապրի, եթե կարաս։ Բայց եթե Ռուսաստանը իրապես Հայաստան, ընդ որում նույնիսկ ասես քաղաքական առումով չէ, տնտեսական առումով ձեր չի կարելի Հայաստանը, որտեղ կան տարբեր ստանդարտներ, տարբեր չափորոշիչներ, Հայաստանը լինի ԵՄ շուկայի եւ ԵԱՏՄ շուկայի մեջ չի լինի տենց։ Տարբեր օրենքներ են աշխատում, նույն ապրանքի նկատմամբ տարբեր չափորոշիչներ կա գնահատման, լավ ու վատի, մաքսի տալու, հա, մաքսային ինչ մաքսը աշխատում եւ այլն եւ այլն։ Հիմա եթե Հայաստանի ժողովուրդը ընտրում է առանց վիզայի ռեժիմ 900 դրամով գնա Եվրոպա ֆրֆրա հետ գա, հա, դա էլ այդ խայծն է։ Եթե գնում ես պատտվում հետ ես գալիս, այդ խայծ ուտում ես, մենք դառնում ենք, օրինակ ասենք Եվրոպայում լիտվացիների, լատվացիների եւ էստոնացիների հետ մրցակից, որոնք տարին 11 ամիս աշխատում են Եվրոպայի ոչ առաջակարգ երկրներում, օրինակ Լեհաստանում, ասենք Չեխիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Սերբիայում, արտաքնոսներում մաքրողներ, տատիկ-պապիկ պահողներ, սևագործ աշխատանք եւ այլն, հետո մի ամիս գալիս են իրենց հայրենիք, որ գոնե կին երեխա տեսնեն, այսինքն մեծ հաշվով Լիտվան, որը Խորհրդային Միության ժամանակ ամենազարգացած, ամենամոնոէթնիկ հանրապետությունն էր եւ առավել ազգային նկարագրով, այդ երկրից բան չմնաց, նախ ձերքից խլեցին ամենակարևոր իր
ինքնիշխանության մի էլեմենտ, ատոմական ուներ։ Ասին ուզում ես ԵՄ անդամ դառնաս, փակում ես, փակեց, եւ հիմա ինչ է կատարում Լիտվայում։ Կանայք տղամարդ են ման գալիս, որտեղ երկում տղամարդ չի մնացել։ Այստեղից հետևություն։ Ես վերջերս հենց ձեր նշածի ասպեկտում կարդացել էի ուսումնասիրություն, որ ընդհանրապես այդ ձեր նշած խնդիրը ոչ միայն կոնկրետ Լիտվայում է, այլ ողջ Մեզ Բալթյան 3 հանրապետություն, ուղղակի ես չեմ ասում Լիտվա։ Լիտվան այդ 3-ից ամենամոնոլիտիկն 94% լիտվացի են ապրում։ Մի քիչ մենք ենք շատ։ Լավ տնտեսություն կար, կրթված էլիտա ուներ։ Այնպես չէր որ Լիտվան այդպես ասենք անկյուն քշված վիճակում էր։ Հիմա այդ Լիտվայից բան չի մնացել։ Հիմա մենք, եթե մենք ուրախանալու ենք Եվրամիության իբր վիզաների ազատականություն գնալու ենք լիտվացիների մոտ աշխատենք Լեհաստանում։ Արտակնոց մաքրելուց հետո այն վերջին ջրելը կամ ամենաառաջին կեղտը մաքրելը մեզ կտան։ Պարոն Ապետյան, եկեք քննարկենք իրադարձությունների հավանական ընթացքը։ Դուք նշեցիք, որ առնվազն Եվրոմիությունը, բնականաբար հանդիսանալու է այն աշխարհակահաղական տանիքը այս ընտրությունների ասպեկտում, որ պետք է Նիկոլ Փաշինյանին։ Եվ Եվրոմիությունը այս տարիների ընթացքում ցույց է դրել այն, որ ինքը թքած ունի Հայաստանում տեղացող բռնաճնշումների վրա, մարդու իրավունքների զանգվածային խախտումների վրա, եւ Նիկոլ Փաշինյանը ըստ հիմա ունի ռեսուրս այլ ավելի զանգվածային բռնաճնշումներ իրականացնելու, ունի հունիսի 12 կրկնելու կամ ավելի վատ մասշտաբի հունիսի 12 իրականացնելու։ Այո, ունի։ Գիտեք, միակ զսպաշապիկը այդ չանելու, գիտեք ովքեր են։ Հայաստանում առնվազն 2 դեսպանություն, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների։ Այ իրանց կեցվածքը։ Որոնք Միացյալ Նահանգները հունիսի 12-ի ժամանակ ասաց մի բան ժողովուրդ մեղավոր։ Ասաց, եթե այդպես ձևակերպենք, խրախուսում ենք ոստիկաններին մեղավորեն ժողովուրդը։ Սա գիտեք ինչ է։ Սա նշանակում է, որ հաջորդ քայլը եւս կարող է անել։ Իհարկե։ Իհարկե ունի ռեսուրս։ Իհարկե ունի։ Կանի։ Հիմա ինչ է կարծում, ասեմ այսպես, իր մոտիվացիան իշխանությունը պայելու շատ ավելի բարձր է, քան ընդդիմության իշխանությունը վերցնելու մոտիվացիա։ Լրիվ տարբեր։ Իր համար հոգեվիճակային է։ Սա սովորաբար մրցակցային հարաբերություններում, եթե հակառակորդներ են կամ թշնամիներ են, սովորաբար գիտեք ով է հաղթում։ Ոչ թե որ առերևույթ գնահատում ես խաղ պայմաններում իր ուժը, ասենք ունակությունները, ֆիզիկականը կամ զինվածությունը։ Պատերազմի ժամանակ առաջնորդին գնահատում է մոտիվացիան, բարձր մոտիվացիա։ Իր մոտիվացիան ավելի բարձր է, ես դա հրապարակավել եմ ասել, եւ ընդդիմության նաեւ որոշ ներկայացուցիչներ հետ մերթ եթե հանդիպում բան, ասում են, որ ասում ինքը եթե չվերընտրվի, իր համար դա գոյութենական խնդիր է լինելու։ Իսկ ձեր համար, որ դուք իշխանություն չվերցնեք, այդպիսի խնդիր կա, լռում են, իսկ լռել նշանակում է, որ իրենք իմ տեսակետի հետ համաձայն են։ Այնպես չէ, որ եթե ինքը չի վերարտադրվում ու վերջ։ Նիկոլի համար եթե իշխանություն չի լինում, ուրեմն վերջ։ Բայց իհարկե մարդը կգնա ունենալով լծակներ, ունենալով Եվրամիության ու ԱՄՆ-ի կեղծիքների առաջ աչքերը փակելու եւ ընտրությունները գնահատելու որպես բան արդար եւ թափանցիկ ընտրություն։ Իսկ արդյոք ԶՍ ընդդիմությունը չի գիտակցում, որ վերարտադրվելու պարագայում նույն ընդդիմությանը սպասում է բանտի պատերը։ Ասենք գիտակցեցիր հետո։ Եվ հետևաբար պետք է լինի նույնաչափ մոտիվացիա։ Դե չկա էլի, ես հիմա իշքան որ ես եմ տեսնում, չկա։ Այ հիմա այս բռնությունները կարող է որոշակի առումով նման մոտիվացիոն դաշտել։ Սթափեցնեն։ Չէ, այսինքն այն ինչ որ դուք ասում եք, մարդը մտածում է ավոս, այսինքն կարող է շրջանցի, չէ՞, այդ բռնությունը, ձերբակալությունը, բարձրացնում ոնց որ այդքանը չէ։ Ես կարծում եմ այսպես, հա, առավել քան համոզված եմ ասում, ընդդիմությունը ոչ թե պիտի պատրաստվի, ուրեմն ոնց բռնվեն, չբռնվեն եւ այլն, ինքը պիտի ժողովրդի մոտ տա մոտիվացիա, որ ժողովուրդը գնա ընտրությունների։ 70-80 ավել տոկոս ընտրողների մասնակցությունն է երաշխավորում բավականաչափ,
որ Փաշտյան չի վերարտադրվելու։ Սա է իմ կարծիքով, մնացածը հեքիաթների դաշտից է։ Իդեպ Բան այլ է, ասենք այդպես մտավարժանքներ են, որ այսպես ով քանի տոկոս 80-90%, 80% գնացին ու ուշացություն դարձեք, Հունգարիայում քանի տոկոս են մասնակցում։ հենց դա է ցանկանում նշել, Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնած Օրբանին ճանապարհելու ժամանակ 80%-ից ավել էր։ Այսինքն, երբ որ կա բարձր մոտիվացիա, մարդիկ գնում են, իրենք նաև պատրաստական են տեր կանգնել իրենց քվեներին։ Սա է ցուցիչը։ Այսինքն, ընդդիմությունը այսօր քարոշչությամբ պիտի կարողանա մարդկանց բացատրել, հորդորել, համոզել, խնդրել, ուղղորդել, լավ իմաստով, ոչ թե, ասենք, անել քայլեր, որը իշխանություններին տեսականորեն հնարավորություն կտա իրենց նկատմամբ որոշ հետապնդումներ սկսելու։ Ինչ որ անում են։ Տեսնում ենք մենք դա։ Ես չեմ պատասխանում այլ հարց։ Իրանք ունեմ մեկ-մեկ չպատասխանել։ Չպատասխանելն էլ որոշակի դեպքերում շատ ավելի խոսում պատասխանը։ Մեկնաբանության խնդիր է, ոնց հասկանամ։ Շատ լավ, ունենք իրավիճակ, որի մասին խոսեցինք եւ զս հիմա անդիմությունը դուք նշեցիք, որ պետք է այդ քայլերը իրականացնի, բայց արդյոք զս ավելի կարևոր չէ, որպեսզի մարդկանց նաև նախապատրաստեն ձեր նշած քայլերի ասպեկտում, մարդկանց նաև նախապատրաստեն ոչ թե միայն հունիսի 7-ին, այլ նաև հունիսի 8-ին։ Ուրեմն ասեմ ձեզ, եթե մարդը գնում է ընտրատեղամաս 80%, արդեն ինքը պատրաստ է հունիսի 9-ին, հունիսի 10-ին, հունիսի 11-ին, հունիսի 7-ին 2027 թվի միշտ պատրաստ է։ Այսինքն մարդը եթե կարևորում է իր ձայնը, այդ 80%-ը միայն տոկոս չի, որ ես ասում եմ։ Դա գիտեք ինչ է։ Մարդը ասում է իմ ձայնից, իմ կեցվածքից, իմ երկի ներկան ու ապագան կախված է։ Այսինքն ներքուստ, ես որ ասեմ մոտիվացիա, գիտեք ինչ է, ասում եմ չես, երկի տերը ես եմ։ Իմ չափաբաշնով։ Օտարը չի, ոչ թուրքն է, ոչ ադրբեջանցին է, ոչ եվրոպացին է, ոչ ռուսն է, ոչ բանը Իրանի ժողովուրդ կամ պարսիկն է, ես եմ։ Երբ որ քո ներքին հոգեվիճակ կա, որ դու երբ որ ասում ես ես եմ, դա նաև պատասխանատվություն է, չէ՞։ Որ ասում ես ես եմ, այդ չնշանակում կայֆեր կայծեր։ Նշանակում առաջներտին պատասխանատվություն։ Նորից եմ կրկնում, մարդը 80%, երբ որ իսկ մենք գիտենք այդ 80% ինչ է, առավելագույն ինչքան են մասնակցել, Երևանի ավականու ընտրություններին քան տոկոս եղավ ընդհանուր մասնակցություն։ Շատ քիչ էր։ Այսինքն մարդը չէ զգում, Երևան քաղաքը Իրանն է եւ իր ձայնից, իր ընտրածից բանը չէ փոխվելու։ Հիմա պատկերացրեք, քաղաքացին ասում է, ոչ, ես գնում եմ ոչ թե ինչ որ մեկի համար, որ մեկին ձայն տամ, ես գնում եմ, որտեվ իմ ձայնով Նիկոլը չի վերարտադրվելու, որտեվ վստահաբար այն 50%-ը որ չեն գնում, դրանք Նիկոլին ձեն տվողները չեն, համաձայն եք։ Բնականաբար։ Դե այդ 50%-ից 30-40%-ը որ գնացին, ուրեմն ինքը ունի մոտիվացիա, հունիսի 7-ին, 7-ի գիշերը, 8-ի առավոտը եւ այդպես շարունակ։ Շատ կարեւոր է մարդը զգա, որ իր ձայնից ինչ որ բան է կախված։ Օրինակ, Արեմեցյան ուղղային կենտրոնները, երբ փորձում են մոտիվացնել Հայաստանում եւ ոչ միայն, այդ ու նաեւ Հայաստանում իշխանափոխություն, հիշում եք կարգախոս կար եւ այդ մեկը դու ես վերջում։ Այս Փաշինյանի կարգախոսն։ Շատ ճիշտ է, իսկ ինչու համար էր դա ասում։ Որը մարդուն մոտիվացնում է, որ քո ձայնից, քո կեցվածքից բան է որոշվելու։ Այսինքն սա քարոզչական լրջագույն հնարք է։ Կամ որը բավականին ազդեցիկ է։ Չէ, ռեալ աշխատող է բավական, դա աշխատող բան է։ Պետք է ֆիքսել, որ իրականում արևմտյան քաղաքական տեխնոլոգիաները իրենք երևի թե չունեն հավասար աշխարհում։ Այո, այսօր իրենք հաղթական են բոլոր առումներով։ Դրա դեմ մի տեխնոլոգիա կա, որ այդ ընկալումներով մարդը ինքը պարտվի։ Դա պատերազմի ժամանակ մարտնչող զինվորն է, որը պատրաստ է հրամանա կատարել կյանքի գնով։ Այդտեղ այդ մյուս տեսակը հաղթական է սրան։ Բարձր եմ ասում, այս հասարակությանը։ Դա արևելք է։ Հիմա եւս այդ եմ, երբ որ կամ ասենք Հայաստանում քարոզչությամբ դերատի աղջիկներին փորձում էին այլ սեռական կողմնորոշման գաղափարախոսություն մտցնել։ Այստեղ եւս եսի վրա են նստում։ Գիտեք ինչ էին ասում։ Այդ հայտնի քաղ պայմանագրի հոգաբարձուների խորհրդի կարկառուն ներկայացուցիչներ կային, ոչ Հայաստանի քաղաքացիներ։ Գիտեք ոնց են սովորացնում
մեր դերատե աղջիկներին, բացատրում էին, որ կանանց իրավունքները, երեխաների իրավունքները, աղջիկների իրավունքները եւ այլ, վերջում ասում են. դու մետ ուզում ես կենակցում ես, դու ես տերը քո մարմնի, ուշադրություն դարձեք, բառաց եմ ասում, դու ես տերը քո մարմնի, այսինքն քո եսը, քո մարմնի իրական իշխանությունը քո ձեռքում է եւ դու ես որոշում կայացնում, այսինքն մոտիվացնում են կրկին անգամ քո եսը եւ պատասխանատվությունը քո մարմնի նկատմամբ, ուզում ես նույն սեռի հետ ես սեռական հարաբերություններում, ուզում ես կենթանու հետ ես ուզում ես արձանի հետ է քո իրավունքն է, դու ես տերը քո մարմնի, ես ինչու եմ այս զուգահեռ տանում, ես արևմտյան տեխնոլոգիաներով այո այս ամեն ինչը մշակված, հիմա եթե մեր ընդդիմության քարոզչության պատասխանատուները, իրենց լրատվամիջոցները կարողանան մարդկանց եւ սրտի եւ մտքի հետ խոսել, որ ամսի 7-ին իսկապես իրենցից է կախված, ինչ որ չէ, առարկայապես վաղվա վատ օրվա պատասխանատու նաեւ դուք եք կլնելու 70-80% ընտատեղամաս Փաշինյանը չի վերարտադրվելու։ Սարդարապատային մոտեցում։ Իհարկե։ Ավելին ասեմ, Փաշինյանը իշխանությունը պահելու սարդարապատային մոտեցում ունի։ Հիմա հասկանա, քո դիված հակառակորդը։ Իր համար էգզիստենցիալ հարց է։ Ճիշտ է։ Իսկ քաղաքացին եւս պետք է հասկանա, որ իր ձայնից կախված այդ 50% ընտատեղամաս չգնացողների գոնե կեսը կամ ավելը պետք է գնան, որը կտա քո 70-80%-ը։ Իսկ որպեսզի ինքը գնա իրան պիտի տնից կարողանաս հանել համոզելով, խոսես եւ մտքի հետ, բացատրես եւ սրտի հետ։ Այդ մարդը գնալու է, իսկ եթե այդ մարդը գնաց, ինքը նաեւ պաշտպանալու իր ձայնի իրավունքի։ Պարոն Նապետյան, եւ վերջում եկեք անդրադառնանք մեր շուրջը տեղ ունեցող իրադարձություններին, մասնավորապես արևելքում ճգնաժամի հանգուցալուծման ասպեկտում բավական հետաքրքիր իրողություններ են առկա։ Դոնալդ Թրամփը շուտ ամերիկյան ադմինիստրացիան մեկ հայտարարում է, որ բանակցություններ նորից կլինեն, մեկ Փիթեքսի շուրթերով սպառնում է նորից, որ եթե ISSS կետերը չընդունվի Իրանի կողմից, էներգետիկ համակարգին հարվածները անխուսափելի կլինեն։ Բայց մենք նաև տեսանք, որ Թրամփը փորձեց իրականացնել ծովային բլոկադա Հորմուզի նեղուցի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, բայց նաև տեսանք, որ չկա ակնկալվող արդյունքը այդ բլոկադա ասվածի, որովհետեւ մենք փաստում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ ավելի ամուր է իր բանակցային դիրքերում եւ առհասարակ իր կեցվածքում, քան նույնիսկ մինչ պատերազմի մեկնարկն էր, որովհետեւ եթե մինչ պատերազմի մեկնարկը Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ էր թեկուզ ուրանի առաստացման ասպեկտում որոշակի փողզիջումային քայլերի, հիմա շատ ավելի կոշտ դիրքավորում է առկա, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը հասկացավ, որ առնվազն ամերիկացիները երկու անգամ ժողովրդական լեզվով ասած իրենց գցել են եւ այս բանակցությունները կամ այս փխրուն հրադադարը, որը որ կա, դա ընթանում է շատ անվստահելի մթնոլորտում, այսինքն կողմերի վստահությունը միմյանց միջև շատ ցածր մակարդակի վրա է եւ բազմաթիվ վերլուծաբանների տեսանկյունից ելնելով սա չի կարող երկար շարունակվել կամ բերել ինչ-որ դրական արդյունքի, որովհետեւ չկա փոխվստահության բարձր մակարդակ հակամարտող կողմերի միջև եւ դա ունի իր օբյեկտիվ հիմքերը, որովհետեւ երկու անգամ բանակցել են, բայց բանակցությունների ընթացքում երբ որ պարզ է դարձել, որ հնարավոր է ինչ-որ մի հանգուցալուծման դրական հասնել, հետևել է հարված։ Ես կարծում եմ, որ այս բանակցությունները իմիտացիոն բնույթ չեն կրում, որի ժամանակ օրինակ ամերիկյան կամ իսրայելական կողմը փորձում է ժամանակ շահել, որպեսզի ուժերի վերադասավորում անի, որպեսզի զին անձնակած տեխնիկա կենտրոնացնի Իրանի Իսլամական Հանրապետության շրջանում։ Անում է դա, բայց բուն նպատակը բանակցությունների նաև եւ առաջին հերթին կայանում է նրանում, որպեսզի
Իրանի հետ որոշակի հաշտության եզրերով ինչ որ համաձայնագիր ստորագրվի։ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է ու կոնկրետ ԱՄՆ-ի նախագահի համար, որպեսզի վերջինս գոնե ներքին լսանի համար հաղթանակած դուրս գա այս պատերազմից։ Իսկ դրա համար հիմա նայեք ինքը ինչ Դոնալդ Տրամպը ինչ հաղթանակի համար ինչ չափորոշիչներ է դնում, ասում է որ հաղթել եմ, օրինակ ասում է ղեկավարությանը գլխատել է, փաստա որ գլխատել է, բայց շարունակությունը չի ասում որ հաջորդը չի եղել։ Ահա, շատ ճիշտ է։ Այսինքն այն նպատակը հո գլխատելը չէր, խնդիրը ռեժիմի փոփոխությունն է, այսինքն այաթոլլաների կառավարման ինստիտուտ դիչելներ որպես կառավարիչներ, բայց ինքը կա, չէ, լինելու է։ Հետաբար ինքը առաջին մասն է ասում։ Հաջորդը ասում է Իրանի զինուժը, հակաօդային պաշտպանությունները, հրթիռները, ինքնաթիռները, նավերը, սուզանավերը ես ոչնչացրել եմ։ Ճիշտ է ասում, ինչ որ բան ոչնչացրել է։ Բայց չի ասում շարունակությունը, որ Իրանը ունակ է ԱՄՆ-ի կողմից ցանկացած ռազմական նոր ագրեսիան էֆեկտիվ կերպով դիմագրավել, դա չի ասում։ Այս երկուս։ Հիմա երրորդը։ Ասում է, որ ես միջուկային Հորմուզի նեղուցին գանք։ Ասում է շրջափակել եմ։ Եվ նաև ես եմ որոշում, ով դուրս գա, ով դուրս չգա։ Իմիտացիա անում, որտեվ շրջափակման հաջորդ օրը երկու չինական տանկեր անցավ, մեկը գազ, մեկը նավթ, հետո 20 հաջորդը 20 եւ հիմա առանձնապես այդ շրջափակումը չէ աշխատում։ Բայց ինքը ասում է շրջափակել եմ եւ ես եմ որոշում, այսինքն կեղծիք։ Եվ չորրորդը միջուկային հետազոտությունների եւ միջուկային զենքի ստեղծման պահով, որտեվ այս ռազմական օպերացիան սկսեց այդ պատրվակով, իբր 5 րոպե պակաս Իրանը կարող է միջուկային տերություն դառնալ, ես խոչընդոտում եմ դրան։ Ինչպես օրինակ Սադամի ժամանակ։ Եվ հիմա ասում է ոչնչացել եմ այդ ցենտրիֆուգները, այդ խնդիր չեն դնում եւ այլն։ Կեղծում է, որտեվ այդ ցենտրիֆուգները գտնվում են 80 մետր եւ ավելի խորության վրա, իսկ B2 ռազմական ռմբակոծիչը հրթիռները իր պայթուցիչի լիցքը մեծ քանակը խոցում է առավելագույն 60 մետր։ Եվ ամենակարևորը Իրանը ունի 400 կիլոգրամ 60% հարստացված ուրան։ Ու միջուկային զենքի համար պլուտոնիում ստանալու համար մոտ 90% եւ ավել բարձր, այսինքն 60 հարստացել ես որոշ ժամանակ հետո հարստացնում ես նաև ունենում ես 90։ Այդ 400 կիլոգրամը ուզում էր, չէ, վերցներ։ Իդեպ այդպես ռազմական օպերացիա օդաչուներին փրկելու պատրվակով արեց, այդ ինքնաթիռներն ու ուղղաթիռները բոլորը խփվեցին, ճիշտ է։ Խնդիրը օդաչուն չէր, այդ օդաչունին մենք այդպես էլ չտեսանք, չէ, ով էր, ինչ էր, ոնց փրկեցին, որտեղ էր վիրավոր, ոնց վիրավորվեց, ինչ որ բաներ պատմեր։ Այսինքն դա այդ տարածքում այդ 400 կիլոգրամ ուրանը տեղի իմացել էին, մեն էլ փաստորեն ստացվեց։ Այսինքն ասածս ինչ է, որ Տրամպը իմիտացիա անում, որ բոլոր ոլորտներում հաղթել է, բայց Իրան մի հատ առարկայական բան է պետք կոնկրետ միջուկային զենքի հետ կապված։ Ես կարծում եմ առարկայականը սա է լինելու, գոնե այս բանակցություններում ինչ որ Իսլամաբադում եղավ, նման օրակարգային նման հարց կար։ ԱՄՆ ասում էր 20 տարի Իրան իրավունք չունի զբաղվելու խաղաղատոմ միջուկային հետազոտությունների ուրանի հարստացում, Իրանը ասում էր 5 տարի։ Ես կարծում եմ կգան ընդհանուր հայտարարի 10 տարի, ԱՄՆ նախագահ կասի, տեսեք, ես 10 տարով արգելեցի, որ Իրանը չզբաղվի եւ չի զբաղվելու եւ թեման փակվեց։ Այդպես։ Եկել ենք փող զիջման։ Իրեն պետք է այդ հաղթական դրոշը, որը կապվում է միջուկային զենքի հետ, որտեվ այս նորից եմ կրկնում, այս հարձակման առերևույթ պատրվակը սա էր։ Հիմա դրա հետ կապված ինքը 400 կիլոգրամը որ վերցներ, դա ցույց էր տալու եւ դրանով թեման փակվում էր, կռիվը վերջանում էր։ Իրանի ղեկավարությունը 400 կիլոգրամը չտվեց, բայց Տրամպը իր ժողովրդին ինչ-որ բան պիտի ցույց տա։ Այդ ինչ-որ բան է ենթադրենք այդ 10 տարին է։ Այդ 10 տարին է ասելու, ասենք կարող է 10 չի, ես հիմա այդպես հիպոթետիկ եմ ասում էլի 10 տարի։ Բայց ինչ-որ մի թիվ, որտեղ ասի տեսեք Իրանը այլևս միջուկային զենք
առնվազն 10 տարի չունենալու, իսկ 10 տարվա ընթացքում մենք նորմալ հարաբերություններ կստեղծենք, ինքն էլ ամբողջովին հետ կկանգնի այդ մտքից 10 տարի հետո։ Ես կարծում սա է լինելու եւ պատահական չի, որ հիմա նաեւ Իսրայել-Լիբանան բանակցություններն է գնում էլի ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Ինչու՞։ Որտեւ Իսրայելը եւս պարտվել է, ավելին ասեմ, Գազան ավերեց տարածքը, Համասը չհանձնվեց։ Այսօր Գազայում տեր ու տնօրինություն գործնականում որոշումներ կայացան Համասն անում։ Հեզբոլլայի Լիբանանի հարավային ուղղությամբ բավականաչափ բնակավայր մոտ ասում են 90 գյուղ ավերել է, բայց մի օրվա մեջ 60-ից ավել Մերկավա տանկ է խփվել, աշխարհում լավագույն տանկը։ Դու պատկերացնում ես դա ինչ է։ Իրանը Իսրայելը երբեք նման կորուստ ոչ մի պատերազմ չի ունեցել, 60 տանկ, այն էլ մի օրվա մեջ։ Եվ հիմա ինչու են նստում Լիբանանի ղեկավարության հետ բանակցությունների, որտեղ պարտվել են, բայց այդ պարտությունը ինքը պետք է հաղթանակ ներկայացնի։ Հիմա ցավոք սրտի մենք Արծուն Հովհաննիսյան այս պարզամիտին ենք միշտ գնահատում, չէ՞, որ սուտ էր խոսում։ Պարզվում է հիմա միջուկային տերության ղեկավարներն են սուտ խոսում, պարտվել են, բայց ասում են հաղթել։ Արծունը իրաց մոտ բանը մանկապարտեզի աշակերտել չի աշխատի, ելը պետք է ստանա այդ ստատուսը, այդքան ստերի պահով էլի։ Հիմա նույն Բիբին էլ է ասում, որ մենք հաղթել ենք, հարցերը լուծել ենք, հեսա ստորագրելու ենք Լիբանանի կառավարությունը կստիպի Հեզբոլլահը զինաթափվի, բայց Լիբանանի ժողովուրդը ավելի շուտ Հեզբոլլահը պաշտպանում, քան կառավարություն։ Եթե կառավարությունը անկանոն շարժումներ արեց, ես համոզված ասեմ Լիբանանում իշխանափոխություն անելու փողոցային պայքարով։ Պարոն Ապետյան, եւ վերջում եկեք մի փոքր քննարկենք այդ ընթացիկ իրավիճակը եւ ոչ միայն ընթացիկ իրավիճակը, այլ նաև զարգացումները, որովհետև տեսեք, մենք բոլորս գիտենք, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակը դա Իրանում թեոկրատական վարչակարգի կամ այաթոլաների վարչակարգի տապալումն էր, նաև երկրի մասնատումը, ռեսուրսների տիրանալը, այնինչ Միացյալ Նահանգները արել է վերջին 20 տարիներին արևելքում։ Դա չեղավ այս փուլում, բայց դա չի նշանակում, որ իրենք կապ չունի, որ ադմինիստրացիան որ լինի։ Իրենք միշտ յուրաքանչյուր ադմինիստրացիա, թե դեմոկրատները, թե հանրապետականները, իրենք ունեցել են ռազմավարական նպատակներ Միացյալ Նահանգների, որոնք կապ չունեն գործող ադմինիստրացիայի հետ։ Հանրապետականները Իրանի նկատմամբ ավելի կոշտ դրսևորումներ ունեցան, բայց դեմոկրատները նույնպես ունեին որոշակի մոտեցումներ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։ Եվ բնականաբար սա վերջին փորձը չի լինելու վարչակարգ տապալելու։ Հետևաբար, եկեք փորձենք հասկանալ, ինչպիսի ռազմավարություն կփորձեն կիրառել Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հետ այսօր։ Արդյոք կփորձեն նոր ամիսներ անց կամ 1 տարի անց նոր ռազմական գործողություն, թե սանկցիաները կփորձեն ավելի սաստկացնել, որպեսզի դժվարություններ կրող Իրանը ավելի վատ վիճակում հայտնվի։ Ես կարծում եմ, որ պահին նաև դե յուրե բազմաբևեռ աշխարհը կայանա, իսկ գոնե դե ֆակտո այդ ընթացքի մեջ են, չէ, ակնհայտ տեսնում ենք, չէ, այդ բազմաբևեռ աշխարհի առանցքային պետությունները առանցքի վրա գտնվող։ Որ պահին կայանա, իմ խորին համոզմամբ Միացյալ Նահանգները գնալու է իր արևմտյան կիսագունդը։ Այնտեղ ինքը պետք է որոշի, Եվրասիական տարածքում ինքը ոչինչ չի որոշելու, Աֆրիկայում ինքը ոչինչ չի որոշելու։ Մեկ էլ ինքը կարող է Բրիտանիայի հետ Ավստրալիայում ինչ-որ բաներ անի, այնտեղ նոր Բրիտանիա սարքել էլի Ավստրալիա տարածքում, որում այնտեղ հիմա գնում է Ավստրալիան ռազմական որոշ դաշինքների մեջ է մտել, ասենք Հարավային Կորեայի, Բրիտանիայի եւ Ճապոնիայի հետ, Միացյալ Նահանգներ, տարբեր անվանումներով։ Այսինքն Եվրասիական տարածքից Միացյալ Նահանգները դուրս տիգան։ Եվրասիական տարածք ասելով, որ Եվրոպան եւս սկզբունքորեն ոչինչ չի որոշելու, որպես ինքը կարող է լինել, ասենք, 1-2 պետություն այդ բազմաբևեռ աշխարհի որպես առանցքային պետություններ, որոնք ներկայացնում են, ասենք, Եվրոպան։ Հա։ Իդեպ ասեմ, շատ հետաքրքիր մոտեցում ա եղել, երբ BRICS-ի անդամները ովքեր են, եթե sense հետաքրքիր նայենք, դրանք քաղաքակրթություններ ներկայացնող երկրներ են,
Այսինքն կա մի քաղաքակրթություն, որտեղ կան մի շարք երկրներ։ Այդ մի շարք երկրներից ընտրվել է այն երկիրը, որ առավել կշիռ ունի այդ քաղաքակրթություն ներկայացնող ուրեմն երկրներում։ Իդեպ ասեմ ձեզ, պատահական բաներ չի վերցվել։ Անկամ Ամերիկա մայրցամաքից կամ արևմտյան կիսագնդից օրինակ վերցվել է Բրազիլիան։ Բրազիլիան ինքը վերցվել է որպես լատինա-ամերիկյան քաղաքակրթություն ներկայացնող ամենահզոր երկիրը։ Նու իր մյուս երկրները հետ համեմատել ամենահզոր։ Ասենք վերցվել է կանֆուցիականության օրան հանձնացող Չինաստանը, վերցվել է օրինակ իսլամից շատ հետաքրքիր է մոտեցումը, վերցվել է շիա մահմեդականության ավանգարդում գտնվող Իրանը եւ թվում էր թե սունի մահմեդականության ավանգարդում Թուրքիան չէ դիլներ, բայց Թուրքիան չի, Էմիրատներն են, ասեմ ձեզ։ Օրինակ Աֆրիկա մայրցամաքից 3 պետություն է ընտրվել, էլի քաղաքակրթականով։ Այսինքն վերցվել է այսպես հյուսիսային Աֆրիկա, որտեղ աֆրոամերիկացիներ չեն, նեգր չասեմ, հա։ Այսինքն արաբներ են, դա Մագրիբի երկրներն են։ Այդ Մագրիբի երկրներից վերցվել է Եգիպտոսը։ Հետո հյուսիսային Աֆրիկայի արդեն աֆրոամերիկյան, հա, ծագումնաբանությամբ որպես քաղաքակրթություն վերցվել է Եթովպիան, որը իր մեջ ներառում է հյուսիսային եւ կենտրոնական Աֆրիկայի երկրներին։ Հարավային Աֆրիկայի մասով վերցվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Ուրեմն հինդուիզմի քաղաքակրթությունը որպես ներկայացել է Հնդկաստանը, հա։ Եվ մի բոնուս է այստեղ տրվել։ Ուրեմն իսլամ աշխարհում բնակչության ամենամեծ թվաքանակ ունեցող երկիրը եւս ներգրաված է Ինդոնեզիան։ Հիմա ուշադրություն դարձրեք, որ ել չեմ ասում, հա, իդեպ եւ ինչպես ասում են ամենակարևորը մոռացանք, եվրասիական քաղաքակրթություն ներկայացնում է Ռուսաստանը։ Իսկ եվրոպական մայրցամաքի քաղաքակրթություն իմ կարծիքով 1-2 պետության վականսիա կա։ Ասենք Գերմանիա, Ֆրանսիա, այսպես ասենք, Բրիտանիան վստահաբար, Բրիտանիան ինքը առանցին ամերիկյան քաղաքակրթություն է, այսպես ասենք, հա, գաղութատիրական եւ այլն։ Եվ կարծում եմ երկու տեղ էլ պահվում է մայրցամաքային Եվրոպայի երկրների համար։ Կարծում եմ Ֆրանսիա, Գերմանիա կլինի։ Այսինքն բազմաբևեռ աշխարհը, որ այդպեսին կայանում է, եւ բնականաբար իրենք միմյանց միջև կնքելու են խաղի ընդհանուր կանոններ։ Ինչպես ՄԱԿ-ը կազմավորվեց եւ ընդհանուր խաղի կանոններ կնքվեցին։ Պարտավորություններ, կոնվենցիաներ, բանաձևումներ, իրավունքներ եւ այլն, չէ՞։ Ասենք հին աշխարհում թիվ 1 կանոնը, որը առաջնահերթ էր բոլորի համար, դա տարածքային ամբողջականության կանոնն էր։ Իդեպ ասեմ ձեզ, ակնհայտ կեղծիք կար, երբ որ ասում են տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշումը նույնական է, այդպես չկա այդպեսի բան։ 45-ի Պոզդամի ուրեմն յաթա սկզբից հետո Պոզդամի կոնֆերանսը ֆիքսեց պետությունների միջև անձեռմխելիության սահմանը, դա տարածքային ամբողջականությունն էր։ Հիմա այս նոր աշխարհը, որը քաղաքակրթական աշխարհ է, եւ հետաքրքիր է, որ մոտեցումը շատ ճիշտ են վերցրել, գիտեք ինչի, որտեղ վերջին հաշվով ամեն ժողովուրդ իր արժե համակարգով է չի ապրում, այդ արժե համակարգը քաղաքակրթական հենք ունի։ Մահմեդական աշխարհը մի քաղաքակրթական հենք ունի, ասենք քրիստոնյա աշխարհը եվրասիական տարածքի այլ, հինդուիզմը այլ, կոնֆուցիականությունը այլ, հա, սինտոիզմը այլ, Ճապոնիան էլ է մտնելու այստեղ, որպես սինտոիզմի քաղաքակրթության, հա, հիմնական պետություն։ Եվ կարծում եմ, որ այստեղ արդեն Իսրայելի պահն է գալիս, կարծում եմ Իսրայելը եւս առանցին բևեռ մտնի այստեղ, որպես հուդայականության ծնունդ, պաշտպան եւ ժողովուրդը կրող, որտեղ վերջին հաշվով երկիր մոլորակի վրա այդ կրոնի դավանողները եւ արժեքային համակարգ ունեցողները կան եւ որը հարգանքի արժանի, որը ընդունելի է եւ միայն հрьяաներ չեն դեպ հուդայականություն է հիմնականում։ Ուստի բազմաբևեռ աշխարհը երբ որ կազմվի, իրենց արդեն միշտ քաղաքակրթական
համագործակցային խաղի կանոնները օրենքների տեսքով կընդունեն վստահաբար։ Այստեղ արդեն արդարությունն է ուրեմն ուժով է պայմանավորված, ոնց որ հիմա ամերիկյան դոկտրինում, Տրամպի դոկտրինը դա է, չէ, արդարություն ուժով, որը ժամանակին օգտագործել է Ռեյգանը, իդեպ իր աշխատասենյակում եւ այդ արդարություն ուժով եւ Ռեյգանի նկարը կա Տրամպի։ Եվ այսպես չի լինելու։ Այսինքն հարգանքի ոչ թե ուժը ուշադրություն դարձեք, ներկայիս քաղաքակրթությունները 500 տարի, 600 տարի գլոբալիստական հիմա միաբևեռ կառավարում իրականացնելու փորձ անող ամնի հիմքը ուժնա չէ՞ եղել։ Համակեցությունը չի եղել, ուժեղից դե գրավես, կարող ես ոչնչացնել, կարող ես ծառայեցնել, չէ՞։ Եվ BRICS-ի կազմավորման սկզբունքը ինձ համար գոնե, հա, ինձ հուշում է, որ պետությունների համակեցությամբ համագործակցությունը ուժի վրա չի լինելու նստած։ Այլ լինելու է շատ ավելի համագործակցային տեսքով։ Այսինքն կարևոր իհարկե։ Այսինքն հիմա ով ինչ ունի, այս բай ֆիքսվում է, հա, դա ֆիքսում են, եւ դրանից հետո այո համագործակցային դաշտ է գնալու։ Իհարկե ուժը չի բացառում, բայց ուժը չի լինելու միջոց մյուսներին իշխելու, նվաճելու, թալանելու, ոչնչացնելու, բարձր ասում։ Ուժը ինքը պաշտպանիչ, ոնց որ միջուկային զենքը իդեպ, միջուկային զենքը ինքը հարձակողական զենք չի, ինքը զսպող է, չէ՞։ Թեև մի անգամ Միացյալ Նահանգները կիրառեց, չէ՞։ Այստեղ էլ 5 րոպե պակաս կարծում են, որ էլի կարող է կիրառել, չէ՞ իրար նկատմամբ, բայց այնուամենայնիվ չգնացին այդ քայլին։ Ես ասում եմ, հավանականություն կա շատ փոքր է, որ Իսրայելը կիրառի, հա, ԱՄՆ-ի հորդորով կամ ստիպելով, որ ԱՄՆ-ի անունը դուրս չգա, այսպես ասենք, որպես երկրորդ անգամ խաղաղ բնակության վրա միջուկային զենք կիրառող պետություն, որ կդառնա դրանից հետո իսկոր։ Ես կարծում եմ բազմաբևեռ աշխարհի ժամանակ իրականում համագործակցությունը համակեցությունն է դառնալու յուրաքանչյուր իր քաշային կարգով։ Այնպես չի, որ Հայաստանը, բայց հետաքրքիր է, որ որոշումների կայացման վրա յուրաքանչյուր պետությունների տրվելու է մեկ ձայնի իրավունք։ Ի տարբերության Եվրամիության, որտեղ ձայնի իրավունքի տոկոսը կապված է Եվրամիության անդամ երկրների բնակչության թվաքանակի հետ։ Հայաստանը օրինակ որ դառնա Եվրամիության անդամ 1%-ի 100-ական մասով ձայնի իրավունք ունենա։ 1%-ի չեմ ասում, հա, 1 ձայնը 100% է, չէ՞։ Մեր բնակչության թվաքանակը 500 միլիոնանոց է, ասենք 500 միլիոն բանը ԵՄ երկրներն են, մենք 3 միլիոն ենք։ Ուրեմն 1%-ը անում է ինչքան 5 միլիոն, չէ՞։ Այսինքն 3 միլիոնը 0.7 է։ Հիմա այդ 0.7-ի չափով դու ձայնի իրավունք ես ունենալու։ Այսինքն մեծ հաշվով չես ունենալու, որոշումներով որից էական ազդեցություն չես ունենալու։ Իսկ այն համակեցությունը, որ տալիս է յուրաքանչյուրը պետություն, քաղաքակրթություն ունի մի ձայնի իրավունք, այսինքն քեզ չեն համար, որ քո տարածքը փոքր է, բնակչությունը քիչ է, դու էլ հեչ։ Չէ, այսինքն պատկերացնում եք բազմաբևեռ աշխարհի մոտեցումը։ Ես դրա համար մի փոքր ավելի մանրամասնեցի BRICS-ի կառուցվածքը։ Դրված է քաղաքակրթություն, այսինքն յուրաքանչյուր քաղաքակրթություն արժեք է, ոչ թե ուժն է արժեք, ոչ թե Ֆեդերալ ռեզերվային համակարգի կողմից տվող դոլարը եւ ոչ էլ միջուկային զենքը, արժեքը քաղաքակրթական արժեքներն են։ Դա լրիվ ուրիշ աշխարհ է։ Ես չգիտեմ մենք կտեսնենք թե չէ այդ երբ կլինի եւ այլն, բայց համոզված ասեմ, որ այդ աշխարհն է հիմա պատրաստում եւ գլոբալիստների նախկինում եւ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կռիվը այդ աշխարհի դեմ է, որտեւ այդտեղ ուժը այլևս որոշիչ չի դառնալու։ Այդքան բան։ Եվ թերևս այսքանով ամփոփենք, սիրելի ընկերներ, Anti-Fake-ի եթերում Խաշմերուկ podcast-ի հերթական թողարկումներ, ՑՍՏ-ին լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, մնացեք Anti-Fake-ի եթերում, կհանդիպենք հաջորդ կիրակի։